Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզ հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները 3 եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացային են սփռվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայինի դիմադեդրի էջերեն։ Այսօր մենք կգտնվենք Ֆանարի Սուրբ Երրորդություն մադրամ մեջ։ Կարանտինայի մադուրը, որ հիմնված էր հայոց ցեղասպանության եւ քաղաքականության օրերուն, 1972 թվականին փոխադրվեցավ Ֆանարի Լեյլավան շրջանը եւ հոն շաբաթական դրությամբ սկսավ մատուցվել Սուրբ Պատարագ նախկին Խարամիրյան վարժարանի սրահի մեջ։ Մադրան առաջին քահանահայրը եղած է Երջանկայի շադակ Դեր Մեսրոպ քահանա Դեմիրջյանը։ Անոր վախճանում են յետք մադուրը ունեցած է այցելու քահանաներ եւ պատարագը սկսած է մատուցվել երկշաբաթյա դրությամբ։ 2007 թվականին մադուրը ունեցած է իր ծխադեր քահանան արժանավադիվ Դեր Միքայել քահանա Դեմիրջյանը եւ մադուրեն ներս սկսած է մատուցվել Սուրբ Պատարագ շաբաթական դրությամբ։ Մադրան խորանը սկզբնական շրջանին դախտագաշեն եւ շարժուն էր։ 2017 թվականին գառուցվեցավ Քարաշեն խորան եւ վարժարանի սրահը վերածվեցավ մադուրի մնայուն գերբով։ Մինչև 2019 թվականը մադուրը կգոչվեր Ֆանարի մադուր, իսկ 2019-ին օրվան հայոց թեմի առաջնորդ Նարեկ arczepiskopos Ալիեմեզյան զայն անվանեց Սուրբ Երրորդություն մադուր։ Մեր առաջին զրուցակիցը Սուրբ Երրորդություն մադրան հոգևոր հովիվ արժանաշնորհ Դեր Արաքել քահանա Դմդմյան։ Օրհնեցեք Դեր այր։ Աստված օրհնե բարի եկածեք Ֆանարի Սուրբ Երրորդության մադուրը։ Դեր այր խնդրեմ ներկայացնեք ձեր գործունեությունը մադրան մեջ։ Մեր գործունեությունը մադրան մեջ ամեն գիրագի մենք Սուրբ եւ Ամահ Պատարագը կմատուցանենք այս մադրան մեջ, որ առաջ շարժողական մադուր էր, բայց հիմա արդեն իսկ դարձավ Լեյլավանի հadouk մադուրը։ Ժողովուրդը արդեն իսկ եկեղեցի գահաճախ է, որովհետև իրենք Գաբրին հայոց շրջանի մեջ, որ դժվարավ կգտնենք այսօր մեկ շրջանի մեջ մադուրը։ Մենք կաշխատենք, որ ժողովուրդը կա եկեղեցի հոգևոր հովիվ թագանություն դիկնած անձնախումբին հետ միասին, որովհետև գարենան կատարել լավակույնը դա ժողովրդին եւ իրենք կան այս Սուրբ մադուրը, որովհետև Աբրին Քրիստոսի հետ իրենց կյանքը։ Օրվա ընթացքին մեր գրասենյակը բաց է եւ ժողովուրդը շատ լավ գիտե, քաչ գիտե, որ մենք ամեն օր հոս ենք եւ իրենց մդերիմ եւ սետ գաբը եկեղեցին հետ միշտ կա, որովհետեւ իրենց ամեն ականջ եկեղեցու զանգիներ է։ Ինչ ըլլա եկեղեցու զանգը որ զարնվի, ամիջապես եկեղեցի կան եւ գարցեն այսօր ինչ կա ասելով։ Այդ էր։ Լավ դերար գիտենք, որ ծննդյան դոնի արիտով նաև Սուրբզատ գվանդոներուն արիտով դնորտնեկի արարողությունը գլա դու ներկայացել եք։ Ասոնց մե արգախ իբրև շրջանի հոգևոր հովիվ հաջող կայցելեք Ֆանարի մեր ասկայիններու բնակարանները։ Մենք ընդհանրապես դարին երկու անգամ որ դնորտներ կգնենք, անգախ անոնց Ֆանարի գարիկավոր ընտանիքներուն դունը գայցելենք, հիվանդներուն կով գերտանք, անոնք որոնք գարիք ունին մեզի եւ պետք ունին, որ իրենք մեր կով չեն գնարկալ, մենք ընդհանրապես իրենց կով գերտանք եւ գայցելենք իրենց Քրիստոսի խոսքը գտանենք, հաղորդությունը գտանք, անոնք որոնք հիվանդ են, իսկ անոնք որոնք գարիկավոր են պետք ունին, անշուշտ թագանության, գլխավորությամբ թագանության եւ ագումբի օգնությամբ գերտանք իրենց հետ գոկնենք, իրենց կողքին գլանք եւ բոլոր պետք եղած գարիկավոր ընտանիքներուն կամ որոնք գարիք ունին, գոկնենք իրենց արդեն իսկ։ Այսինքն եկեղեցի ժողովուրդ այդ գաբը ամուր է ինչ որ կհասկանա։ Սերտ գապ մնա եկեղեցի եւ ժողովրդի մեջ է, մդերիմ են, մանավանդ որովհետեւ հայոց շրջան մնա։ Այսինքն ամեն համայնքները գիտեն որ մադուր գա։ Ուրիշ համայնքի ալլալը պիտի կա եկեղեցի եւ որովհետեւ հոս է եկեղեցին, գամսենք մադուրը պիտի կան, պիտի մասնակցի մեզ հետ, որովհետեւ ֆանարց ընդհանրապես են ֆանարցիները իրենց մադուրին հետ շատ կապված են, չեն սիրել իրենց մադուրին դուրսել կամ ֆանարին դուրսել։ Ընդհանրապես իրենք այս շրջանի մեջ գիտեն որ իրենց կպատկանի։ Մեր հաջորդ խոսագիցն է Սուրբ Երրորդություն մադրան թագանության անդամ բարոն Արդաշես Կասարջյան։ Բարև ձեզ։ Բարի եկաք մեր շրջանի մեջ Լեյլավան։ Ուրեմն թագան խորհուրդները գիտենք, որ եկեղեցիներու վարչական աշխատանքները համագարկողներն են։ Հետևաբար դուք իբրև թագանություն այս շրջանի ինչ աշխատանքներ կկատարեք։ Նախ սկսելու համար թագանությունը 7 անդամները կպագանա, մենք ունենք մեր թիվանը եւ հերթական ծևով մենք կգադարենք մեր ժողովները մեր աշխատանքը գետրոնացած է եկեղեցվո եւ շրջանին համար ուրեմն ունենք մեր վարչական աշխատանքները առօրյա ամեն գիրագի վարչական աշխատանքներ ունենք առավել եկեղեցվո ներքին կյանքի ուրեմն տասավորումը եւ հսկողությունը
Առավել եկեղեցի եւ ժողովուրդ գաբը ուրեմն ամրապնդել եւ հաստատել։ Ուրեմն ասոնց վրա մենք կետրոնացած ենք աս 3 կետերուն վրա եւ պարկասո շատ հաջող ձևով աշխատենք, կզարայենք եւ գարձեմ թե մեր աշխատանքը արդյունաբեր է եւ պիտի ըլլա։ Սիկ եկեղեցի ժողովուրդ գաբի ամրապնդման համար աշխատանք կդանիք, ինչ բաներ կգադարեք, ինչ աշխատանք կդանիք, որովհետեւ այդ գաբը ամրապնդեք։ Գիտեք, որովհետեւ հիմա ներկայիս քիչ մը ժողովուրդը գարձեք մանավանդ երդասարտությունը, քիչ մը հերու է եկեղեցին։ Ինչ աշխատանքներ կդանիք, որովհետեւ այդ գաբը ամրապնդեք։ Նախ տաղանության գաբը ժողովրդին հետ փոխադարձ հարկանքի վրա հիմնված է։ Ուրեմն որ մեր ձխայինները ուկան մեր կով, մեր գրասենյակ իրագիները մեծ հարկանքով իրենց կդիմավորենք եւ բոլոր իրենց կարիքները կգործադրենք։ Նաեւ իրենց առօրյա մտահոգություններուն եւ հարցերուն մոդենք հետևենք եւ կփորձենք լավագույն ձևով իրենց օգտակարը լալ եւ հարցերը լուծել։ Ուրեմն երկրորդ եկեղեցական ներքին կյանքն է։ Ուրեմն կետրոնացած ենք եկեղեցվո ձեսերուն, սուրբ բادرակներուն եւ խորհրդակատարություններուն վրա։ Դեր հայրը շատ լավ աշխատանք կդանի, իր կարոզները շատ հասկանալի եւ օգտակար կարոզներ են, որ ժողովուրդը գրնա գաբել եկեղեցվո, նաև ժողովրդին հոգիներում մեջ մշակել հավատք եւ խաղաղություն։ Ասի շատ կարևոր գետ է, որովհետեւ գեղերագանի կարոզը մեկնած սուրբ ավետարանեն եւ մեր առօրյա կյանքին հետ գաբելով շատ մեծ իմաստ ունի։ Ուրեմն հոն է որ ժողովուրդը կգապվի եկեղեցվո, որովհետև հոգեկան սնունդ դրնա ստանալ։ Նամանավանդ երասարդ տարերը կուկան նոր բան կսորվին եւ կհասկանան կյանքը ինչ է եւ մեր հոգևոր կյանքը ինչ է։ Շատ լավ, վերջին հարցում Լիբանանի այս տնտեսական դժվար պայմաններում մեջ ինչպես տաղանությունը օգտակար կդառնա ֆանարի այս շրջանի ժողովրդին։ Նախ սկսենք 2019-ին, երբ որ արդեն համաճարակ եղավ կորոնայի եւ քաղաքը կոծվեցավ եւ մարդիկ տուները նստան եւ քորդ չի գար, ուրեմն օրին տաղանությունը շատ մոդեն կհետևեր մեր ժողովրդի առօրյա կյանքին։ Ուրեմն հերթական ձևով կբաժնվեին սննդեղեններ եւ անոնց զուգահեռ բժշկական օրինակ օգնություններ, դեղորայքներ, անանք որ ժողովուրդը հանկիստ սկացած պայմաններուն, այդ հանգրվանին շատ հանգիստ սկաց, որովհետև գաբը շատ զորավոր էր եւ գսկային, որ իրենց դեր կանգնող գա։ Եվ որ համաճարակը վերջացավ եւ սկսանք մեր առօրյա կյանքին եւ մեր եկեղեցին սկսավ բնականաբար իրագիները սուրբ եւ ամմահ բادرակ մատուցել, հոնալ գաբը որ գար ավելի ամրապնդվեցավ։ Ուրեմն գիրագիները գտեսնանք երասարդ դարեր միշտ կուկան կմտնան մոմ գբարեն գաղոտեն կմասնակցին եկեղեցվո բادرակին կհաղորդվին ասի մեզի համար մեծ նշանակություն ունի եւ մեր սրտերը կուրախացան է որովհետեւ գսկանք որ սերունդ մգա որ կգապվի գոր եկեղեցվո ուրեմն այդ գաբը որ հաստատվեցավ եկեղեցվո եւ ժողովրդի միջև այդ գաբը կշարունակվի բայց դարբեր ձևով բայց եւ այնպես մենք միշտ մոտ ենք մեր ժողովրդին եւ իրենց առօրյա մտահոգություններուն եւ մեր գարելիության սահմաններու մեջ իրենց օգտակար կդառնանք
Գշարունակենք մեր զրույցը Սուրբ Երրորդություն մադրան Դիգնաց հանձնախումբի ադենաբեդուի Դիգին Անի Դուդակլյանի հետ։ Դիգին Անի գիտենք, որ եկեղեցվո մեջ իրենց կարևոր բաժինը ունին հավատացյալ դիգինները, որոնք կգազմեն Դիգնաց հանձնախումբը։ Այս գծով այս մադրան Դիգնաց հանձնախումբին թերը եւ բարդականությունը ինչ է։ Ինչ աշխատանքներ կկատարեք, որովհետեւ ներծուկ կանգնեք թաղականության։ Բարի եկացեք Սուրբ Երրորդություն մադրան Դիգնաց հանձնախումբը բարգացած է 7 դիգիններ է ժրաչան աշխատասեր համացայն միասին աշխատինք մադուրին բարելավման համար ուրեմն մենք ունենք դարեգան ընդհանրապես 3 ձեռնարկներ գնենք եթե անշուշտացությունը լավ լա կարևորակույնը միջինքն է ուրեմն միջինքի պատրաստությունները մենք կնենք դուրսենվով մեկ բան չենք կներ Դիգնաց հանձնախումբը ինքը գնե ամեն ինչ նույնիսկ մուտքի նվերները ամեն ինչերը երկրորդը գուկա համբարձումը երրորդն ամառնային բդույթ ունենք որ գնենք ամեն տարի ուրեմն ասոնց կողքին մենք 4-րդ հավաք կամ հրավեր ունենք որ դարեցներուն համար գնենք դեկտեմբեր ամսվա մեջ բան ամանորիս մին գհրավիրենք մեր շրջանի դարեցները ուրեմն ունենք 45-ին 50 հոգի 75 տարեկան են վեր դարեցներ որոնց գհրավիրենք գանտ բաբագուկա նվերներ ջոխ մտնոլորտ գերը ուդել խմել ուրեմն լավ մտնոլորտ մգանցնենք ասոնց կողքին ունենք 10 տարեցներ որոնք դուներն չեն ելներ նույն նվերները նույն ջաշերը Դիգնաց հանձնախումբը գդանի իրենց եւ ոնա իրենք դուներն մեջ ջոխ մտնոլորտ մգունենան Ասկանով մեր ձեռնարկները, ուրեմն կալով մյուս մեր գործունեություններուն, Դիգնաց հանձնախումբը մասը ինքը գնե։ Մենք մեր մադուրին մասը մենք կպատրաստենք եւ մենք ներկայություն ենք ամեն գերագի 7 անդամներով գրեթե ներկայինք մադուրի մեջ եւ մենք հանձնարարած ենք եկեղեցի մակրությունը հյուրասիրություններ, ինչ որ լվալիկ բան մգա, մակրության հետ կապ ունի, հյուրասիրություններ գնենք, մենք կպատրաստենք հյուրասիրություններն, երբեմն անվանագոչություն գնենք, գդոնենք, ունենք մեր ծննդի հյուրասիրությունները, զատկվա հյուրասիրությունը գա, որ կպատրաստենք հավիթը, գարգանտակը եւ այլն, ունենք ավակ շաբթվա պատրաստությունները ամեն ինչը Դիգնաց հանձնախումբը ժրաչան ծևով գաշխատի եւ մենք կչանանք որ մեր մադուրը միշտ բարելավվի եւ լավ պայմաններում մեջ մնա Հիմա մեզ հետ է Սուրբ Երրորդություն մադրան տբրաբեդ բարոն Գրիգոր Օհանյան Բարև բարոն Գրիգոր Բարի եկացեք Առաջին հերթին խոսենք տբրած ստացի աշխատանքներու մասին փորձեր ինչպես կընտանան շաբաթական դրության փորձեր կգադարեք ինչպես կլա Անցնող շրջանը մենք ունեցանք փորձեր շաբաթական դրությամբ մեկ ժամի չափ դեպողությամբ անոր մեջ սորվեցանք ճաշուշարականներու տապորի շարականներու եւ այլ դոներու բոլոր շարականները ուրեմն մենք դպրոցի մեջ ունենք 10 անդամներ որոնք գծարային լա խորանի լա տասի մեջ ամեն տեսակով եւ մեզի կարևորակույնը երջախումբի միան բարձրապես անդամ դառնալը չէ երկեցողությունը չէ որովհետեւ ոստեղ մենք երջախումբի ծևով չենք նայր որովհետեւ երաշտական խումբը չէ այդ զարայության մեր աղոթները բարձրացնելու դեպի առասված մեր արարիչի մեր ստեղծիչին մենք որպես երջախումբ երբեք չենք դիտած այլ միան գուքան գաստեղ որպեսի մեր парքը դանկացող մեր շնորհակալությունը հայտնենք մեր աղաչանքներ ներկայացնենք եւ նաեւ իր ողորմությունը խնդրենք եւ այս ծևով Շատ լավ դպրած տասի մեջ երդասարտության համեմատությունը ինչպես է այսինքն որքանով կարևոր կնկատեք երդասարտության ներառումը դպրած տասեններս վստահ երդասարտներու թիվը շատ բագաս է այս օրերուն մանավանդ դպրած տասերու մեջ մեր կողմնալ ինքը երդասարտին ներկայությունը ներգան է եւ ոչ թե անցյալ կամ ապակա պետք է լա ներկայություն է որովհետեւ մեզի նոր շունչ կուտա նոր հույս կուտա նոր երանգ կուտա ավելի խանդավառ եւ սերունդ անիկա փոխանցելու նպատակով
Եվ գոչ կնենք նաև երդասարտներուն, շրջանի երդասարտներուն, մանավանդ որ Լեյլավան ֆանար շրջանի մեջ քրետ է հայաշուն շատ բնակություն ունեցող շրջան մնե գոչ կողենք նաև երդասարտներուն, որովհետեւ քան եւ դպրոցի մաս կազմեն, որովհետեւ իրենք ածարայության հոգին ունենալ, դեսնեն Աստծո հետ այդ գաբը ինչպես կլա, թե եկեցողության, դեր առողջության ներկա գտնվելով։ Մեզի հետ է Սուրբ Երրորդություն մադրան գիրակնորյա վարժանի վարիչ Տիգին Թամար Օհանյան, բարև ձեզ։ Բարև, ինչպե՞ս եք։ Լավ։ Գիտենք, որ մանուկներու տաստիարակությունը կսկսի փոքր հասակեն, եւ մեր գիրակնորյա վարժարանները հայ մանուկին հոգին եւ մտքի մեջ Աստվածաշունչի նկատմամբ սեր արտնցնելու աշխատանք կդանին։ Խոսենք Սուրբ Երրորդություն մադրան գիրակնորյա վարժարանի կորզնոյության մասին, քանի աշակերտ ունիք, դարիքները ինչ են, ինչ կորզնոյություն ունիք։ Okay, ուրեմն ինչպես որ դեսար մարալ, ասի մեր գիրանորիա վարժարանի սենյակն է, ուրեմն մենք ունենք մոտավոր 40 արձանագրվող աշակերտներ, գիրանորիան գունենանք ամեն գիրագի ժամը 11-ին 1։ Ուրեմն սկիզբը կսկսենք աղոթքով, անգի այդ գիրանորիայի քայլերքը, ապա գունենանք երկեցողության բահ, որ մենք այդ կսորվենք օրվա նյութին ոսկեղեն համարը, որ պատմությունն ալ ճիշտ ոսկեղեն համարն հետ կապված կլա։ Եվ որ պատմությունը առնենք Աստվածաշունչին, անպայման օրեն մենք բարոյական պատմությունը մտցնենք մեջը, որովհետեւ բզդիկը ավելի լավ հասկանա Աստվածաշունչի պատմությունը, իրենց առօրյա կյանքեն օրինակներ տալով։ Անգի այդ գունենանք ծերայինի բահ, բզդիկները գնեն օրվա նյութին ծերային աշխատանքը, իսկ մեծերն ալ գնեն աշխատանք թուղթի վրա, ինչպես դարբերությունները գտնել նյութին համեմատ, փարախաղեր, համարները գտնել ոսկեղեն, այսպեսով միասին աշխատենք։ Ուրեմն անգե եթե ժամանակ ունենանք, բայց ոչ ամեն գիրագի գունենանք խաղի բահեր։ Անշուշտ մենք բոլոր դոնական օրերը գտոնենք, ինչպես բարեկենթանը, զադիգը եւ այլն, բոլոր դոները գտոնենք։ Նաեւ միայն գուզեմ ասել, որ այս տարի գիրանորիա դպրոցը ասենյակը որ ունենք մեզի թաղականության չանքերով եւ գոմեդեյության չանքերով բարերա Ռաֆի դերմարդիրասյոնին գոմե մեզ ասենյակը դրվեցավ մենք նախաբես կնեինք Խանամելյան դպրոցի մեջ ինչպես գիտես որ կոչվեցավ հիմա խորեն այբ կետրոնի եղավ անգի այդ մեզի հոմետմենը շատ սիրահոժար իր սենյակը մեզի դվավ մինչեւ որ ասենյակը ունենանք մեկ գիրանորիաներս Ուրեմն ինչպես որ գիտես գիրանորիա դպրոցի նպատակը որ մենք Աստվածաշունչի դասեր կսորվեցնենք պատմություններ իրենց կսորվեցնենք շիդագը սխալեն զանազանել իրենց կսորվեցնենք ինչպես բիդի սիրեն իրենց ընկերներ իրենց օգնեն ընկերներուն ինչու՞ չէ իրենց լավ բնավորություններ կզարգացնենք իրենց մեջ հարկանքը հեզությունը նաև իրենց ընկերասիրությունը կզարգանա գիրանորիայի մեջ եւ մենք իրենց կսկացնենք որ հոս ապահով եւ սիրալիր միջավայր մնա գիրանորիա դպրոցը բայց ամենակարևոր հարցումը այն է որ ասփոլոր իրենց յանքի մեջ կորզատրեն երբ որ իրենց մենք սիրո մասին սորվեցուցած ենք իրենք սիրեն իրենց ընկերները իրենց հարգեն իրենց ծնողները օգնեն ուրիշներուն ամենակարևորը բայց աղոթելն է եւ գիտես Աստվածաշունչի մեջ համարը կա որ գսե գրթե մանուկը իր ջամփան սկսած ադենը որբեսի ծերության ադենը անգե չխոդորի արագած երկի մեջ մենք բզդիգուց գերանորիա բզդիկներուն հունդը գտնենք որբեսի երբ որ իրենք մեծնան լան լավ ազնիվ Աստծո ջամփու մեջ կալող շատ լավ քրիստոնյա երիտասարդներ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Ֆանարի Սուրբ Երրորդություն մադուրեն ցեզեհդեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը Թարցացերետ կլանք հարաճիգա շաբաթ արավոդյան ժամը 10-ին ցդեսություն